Նիկոլ Փաշինյանը Հայաստանի գործատուների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնել է, որ իշխող կուսակցությունը իր նախընտրական ծրագրում ներառել է տարեկան առնվազն 25,000 աշխատատեղ ստեղծելու հարցը։ Փաշինյանը անդրադառնալով տնտեսության մեջ արհեստական բանականության ներդրմանը հայտնել է, թե այն նաև ռիսկեր է առաջացնում աշխատատեղերի հետ կապված։ Փաշինյանը կարևորել է այդ ուղղությամբ վերլուծական եւ գործնական աշխատանքի իրականացումը հնարավոր խնդիրներից զերծ մնալու համար։ Փաշինյանը հայտնել է նաև, որ այժմ Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր շրջափուլ, ինչը ըստ գործադիր ղեկավարի կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացի հետ։ Հայաստանի Հանրապետությունը ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից։ Ուզում եմ ասել նաև, որ քաղաքական հստակ հանձնառություններն է, որ այդ թվում արտահանումները հնարավոր իրականացնել երկաթուղով, իհարկե Վրաստանի տարածքով մինչև մենք Ադրբեջանի հետ առաջին հերթին թրիփ նախագծի շրջանակներում երկաթուղին կբացենք եւ սա շատ կարեւոր է եւ ուզում եմ ասել, որ պայմանավորվածությունը քաղաքական հետեւյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու։ Այսինքն դա եւ ներմուծման եւ արտահանման հուսալի ուղի է։ Մենք խոսել ենք գերիների եւ պահվող անձանց մասին եւ ոչ մեկ անգամ հերթական անգամ շեշտել ենք, որ այս հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ։ Այս մասին Ադրբեջանից վերադարձած հայ փորձագետների մամուլի ասուլիսի ժամանակ ասել է խաղաղության կամուրջ նախաձեռնության մասնակից Նաիրա Սուլթանյանը։ Անդրադառնալով քննարկումների արդյունքում գրանցված առաջընթացին, Սուլթանյանը նշել է, որ գաղտնիք չէ, երկու հասարակություններն էլ իրենց ընկալումներն ունեն այս հարցի շուրջ։ Իր խոսքով մի կողմի համար սա խնդրության մասին է, մյուս կողմի համար հանցագործություն եւ պատիժ տրամաբանության մեջ։ Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին լրագրողների հետ կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ Նա նշել է, որ տարածաշրջանում էսկալացիան կանխելու ուղղությամբ Անկարայի ակտիվ քայլերը դրսևորվում են նաեւ դիվանագիտական ոլորտում, այդ թվում տարածաշրջանային եւ գլոբալ խաղացողների ուժերի հավասարակշռություն ձևավորելու նպատակով։ Նա նաեւ նշել է, որ եթե նախկինում Թուրքիայի կողմից աջակցություն ստացած էներգետիկ նախագծերը իրականացվեին, ապա Հորմուզի նեղուցի շուրջ այսօրվա ճգնաժամի հետևանքները կլինեին նվազ մասշտաբային։ Եկող տարվա սկզբից սկսած մենք որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկենք։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթառաջ քայլանելու այս հայտարարությունը Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցած տարեվերջին արեց, այդպես էլ չբացելով փակագծերը, թե ինչ ասել է խորհրդանշական քայլ, բայց տարվա 4-րդ ամիսը գլորվում է Երևան-Անկարա շփումներում փաստացի տեղաշարժեր չկան։ Նորության դեպքում ես կհայտնեմ այս բանը, նորություն չկա։ Չի կանգնեմ, բայց նոր ասելիք չունեմ։ Որքան էլ Հայաստանի իշխանությունները պնդում են, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն անջատ է Երևան-Բաքու բանակցություններից, խոստացված խորհրդանշական քայլերի փոխարեն հենց Անկարայից են հիմա ասում, որպեսզի բացվեն Հայաստան-Թուրքիա սահմանի պինդ զոտված այս դարպասները, նախ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հասնեն խաղաղության։ Եթե Ադրբեջանն ու Հայաստանը հասնեն խաղաղության եւ երկարաժամկետ կարգավորման, Թուրքիա-Հայաստան սահմանները կբացվեն։ Այն, որ Հայաստանի դիրքորոշումը տարանջատելու հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական բանակցությունները իրարից չի բաժանում Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանություններին, հայկական փորձագիտական վերլուծական համայնքում հիմնավորելու համար հիշեցնում են նաեւ մեկ այլ թուրք պաշտոնյայի տրանսպորտի նախարար Ուրալօղլուի նույնանման հայտարարությունը, թե որպեսզի Թուրքիան բարիդրացիական հարաբերությունների շրջանակում կարողանա ավելի ակտիվ քայլեր անել Հայաստանին, ընդառաջ պետք է Երևանն ու Բաքուն համաձայնության հասած լինեն։ Ընդ որում Ուրալօղլուի այս հայտարարությունն արդեն այս տարեսկզբին էր, երբ խորհրդանշական քայլերն անելուն արդեն պետք է պատրաստ լինեին։ Ինչպես նշել էր Էրդողանը, բայց պարզվեց թուրք պաշտոնյան նաև նրա դիրքորոշումն է վերաձևակերպում։ Ուրալօղլուն շեշտել էր, այս է նաև իրենց նախագահի տեսակետը։ Իսկ առհասարակ, ինչ ասել է խորհրդանշական քայլ, որ չնայած հայտարարություններին, այդպես էլ Անկարայից չարեցին։ Մասնագետները համոզված են թուրքական սիմվոլիկայի սլաքները թեքվելու էին սահմանի դարպասների բացելուն, բայց ոչ թե երկու երկրների, այսինքն Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիների, այլ երրորդ պետությունների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Ընդգծում են սա առավելագույնը լավագույն սցենարի դեպքում, թեպետ այստեղ նաև հիշեցնում են բանագնացներ Ռուբինյանն ու Քլեչը, այս պայմանավորվածությունը վաղուց էին ձեռք բերել եւ չնայած Երևանի պատրաստակամությանը, գործընթացը փակուղում հայտնվեց Անկարայի ուղղորդմամբ։
Թուրքական կողմը եւս սպասում է, որ սահմանադրության մեջ կփոխվի հռչակագրի մասը եւ պետական նշանների, զինանշանի վրայից, գերբի վրայից այդ Արարատի դուրսբերման մասով նաեւ։ Ստացվում է թուրք-ադրբեջանական դուետին ոչ միայն միավորում են տարածաշրջանային, այդ թվում Հայաստանի հետ կապված ընդհանուր ծրագրերը, այլև միևնույն պահանջները, որ ունեն Երևանից, փորձագետի գնահատականն է։ Իրենց գերնպատակը հիմնականում ոչ թե օրինակ Գյումրի Կարս երկաթուղու բացելն է, սահմանի բացելն է Շիրակի մարզի հատվածում կամ առավել եւս Մարգարայի հատվածում, այլ իրենց գերնպատակ հենց հիմա ամբողջ ենթակառուցվածքները տրանսպորտային շինարարությունը գնում է դեպի հարավային հատված, այսինքն Նախիջևանով կապը հաստատել Ադրբեջանի հետ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրական գործընթացը մասնագետների գնահատմամբ պայմանավորվածությունների ու փոխադարձ սպասումների բարդ շղթայում է։ Փորձագետներն ասում են, ակնհայտ է տարածաշրջանային զարգացումների այս փուլում յուրաքանչյուր հայտարարություն առավելապես ազդակ է։ Երևան Անկարա շփումների օրակարգը կախված է մնում ոչ միայն երկկողմ, այլ ավելի լայն տարածաշրջանային հաշվարկներից։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ 21 ժամ տևած բանակցություններից հետո ամերիկա-իրանյան կողմերը Իսլամաբադից հետ են դառնում դատարկաձեռն։ Իրանական կողմը հայտարարել է, թե ամերիկացի պաշտոնյաները իրենց վստահություն չեն ներշնչում բանակցային գործընթացներում։ Թեհրանը ըստ ԱՄՆ փոխնախագահ Վենսի մերժել է Միացյալ Նահանգների միջուկային զենքի արտադրությունից հրաժարվելու Հորմուզի նեղուցը բացելու առաջարկները։ Միջուկային զենքի հացն առանցքային է Միացյալ Նահանգների եւ Իրանի բանակցություններում, եւ Թրամփի գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ունենա, թե հիմա, թե ապագայում։ Երբ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը շատ մոտ էր, մենք բախվեցինք մաքսիմալիզմի, խաղի կանոնների փոփոխության եւ շրջափակման հետ։ Ոչ մի դաշ չի քաղվել, բարի կամքը բարի կամք է ծնում, թշնամությունը թշնամանք է ծնում։ Մինչև Վենսը կհասներ Վաշինգտոն զեկուցելու անարդյունավետ բանակցային գործընթացի մասին, Թրամփն արդեն որոշել է բլոկադայի ենթարկել նեղուցը, պատասխանատվության ենթարկել այն տանկերին, որոնք կվճարեն Իրանին նեղուցն անցնելիս։ Եթե Իրանը չհրաժարվի միջուկային ծրագրից, ես կշարունակեմ հարվածել նրանց։ Տեսաք, թե ինչ արեցինք Վենեսուելայի հետ, սա կլինի շատ նման մի բան, բայց ավելի բարձր մակարդակով։ Մենք պատրաստվում ենք շրջափակել Հորմուզի նեղուցն Իրանի համար։ Դա որոշ ժամանակ կխլի, բայց շուտով կտա իր պտուղները։ Իրանի ծովային շրջափակում սկսելու ԱՄՆ որոշումն անօրինական է, դա ծովահենություն է։ Երկու կողմերն էլ ֆանատիկորեն արհամարում են մնացած ամբողջ աշխարհի կարծիքը, շահերը եւ ստացել է մի իրավիճակ, երբ Հորմուզի նեղուցը երկուսով միասին են շրջափակման ենթարկել։ Իր հետևանքները կունենա ամբողջ աշխարհի վրա։ Կարծում եմ աշխարհը չի հանդուրժի երկար ժամանակ այդպիսի վիճակ։ Չի ի վիճակի էլ չի լիդի հանդուրժել։ Flight Radar 24-ի տվյալներով մեծ թվով ամերիկյան ռազմական բեռնատար ինքնաթիռներ շարունակում են ժամանել Մերձավոր Արևելք։ Լարված իրավիճակի ֆոնին մեծ թվով սարքավորումներ, զենք եւ անձնակազմ է շարունակաբար տեղափոխվում տարածաշրջան։ ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները կարելի է ասել դեմ են Վաշինգտոնի ընդդեմ Իրանի ռազմական գործողություններին։ Հորդորում են ռազմական գործողություններից զերծ մնալ եւ այլ ճնշումներ գործադրել Թեհրանի դեմ։ Օրինակ տնտեսական։ Վաշինգտոնը ռիսկի է դիմում Իրանի դեմ մարտադաշտում ձեռքբերումները վերածել երկարաժամկետ ռազմավարական հետընթացի, ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Թեհրանն այժմ ունի նոր հսկայական առավելություն՝ Հորմուզի նեղուցը։ Պատերազմը վերսկսելը տարբերակ է, սակայն շատ ռիսկային։ Մի վերադարձեք կռվին։ Շարունակեք ճնշումը իրանցիների վրա այլ միջոցներով եւ զբաղվեք դիվանագիտությամբ այնքան ժամանակ, որքան պահանջվի գործարքի հասնելու համար։ Քանի դեռ Իսրայելը որպես պետություն իր հավանությունը չի տվել, այնտեղ ոչ մի խաղաղության համաձայնագիր չի լինի, սա մեկ։ Երկրորդ, ես հանգուցալուծում ավելի շուտ տեսնում եմ Միացյալ Նահանգների ներքաղաքական իրավիճակում, որովհետև այնտեղ էլ կարծես մարդկանց համբերության բաժակը լցվում է։ Նախկին պաշտոնաթող ծովակալները, ռազմական փորձագետները եւս Թրամփին հուշում են զգույշ լինել Հորմուզի նեղուցում ռազմական գործողություններից, նշելով, որ այդ հարցում Ռուսաստանն ու Չինաստանը եւս կաջակցեն Իրանին։ Թրամփը ճիշտ է Ռուսաստանի վերաբերյալ կարծիք չի հայտնել, սակայն Չինաստանին սպառնացել է ռազմական գործողություններում չաջակցել Իրանին։ Հակառակ դեպքում ըստ ԱՄՆ նախագահի պատերազմը անխուսափելի կլինի նաեւ Չինաստանի դեմ։
Մայրաքաղաքի տրանսպորտում նախորդ շաբաթ տհաճ միջադեպեր են եղել։ Գործակարգավարական նիստի ընթացքում հայտարարել է քաղաքապետը եւ մանրամասնել, որ ավտոբուսներում լեզվակռիվները վերածվել են նաեւ վարորդների վրա հարձակման։ 3 մարդու ձերբակալել են, 4-րդն էլ անցնում է այդ գործով։ Այսուհանդերձ նույն ժամանակահատվածում Երևանի հանրային տրանսպորտից օգտվողների վճարումները նախորդ շաբաթվանից աճել են 15-ից 30%-ով։ Ըստ քաղաքապետի գործընթացը, որով անցնում է համակարգը, կարևոր է եւ անհրաժեշտ։ Փաստացի վարորդները քաղաքապետի դիտարկմամբ առանց այն էլ ծանր աշխատանքից բացի կարևոր վերահսկողական ֆունկցիա են իրականացնում։ Վարորդները, ում աշխատանքային պարտավորությունն է, ում պայմանագրային պարտավորությունն է նաև հետևել, որպիսի վալիդացիան իրականացվի, որպիսի կատարվի համապատասխան վճարումը եւ դրանից հետո իրականացվի վալիդացիան, որքան էլ որ տարբեր անձինք փորձում են վարորդներին հունից հանել, նրանք մնում են հիմնականում անվրդով, իրականում որևէ ոտնձգություն վարորդների նկատմամբ, դա միայն անհատ անձի նկատմամբ ոտնձգություն չէ։ Դա ոտնձգություն է քաղաքի նկատմամբ, դա ոտնձգություն է այս ամբողջ համակարգի նկատմամբ։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը տեղեկացրել է, որ դպրոցների միջոցով անցկացված հարցմանը, որի նպատակն է եղել գնահատելու սահմանափակման արդյունավետությունը, մասնակցել է շուրջ 20,000 քաղաքացի պատահական ընտրությամբ։ Մարգարիտ Խաչատրյանը ամփոփելով արդյունքները նշել է, որ փոփոխությունները ընդհանուր առմամբ դրական գնահատման են արժանացել եւ որ Երևանի հանրակրթական դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման սահմանափակումը նպաստել է կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը եւ դպրոցական առողջ միջավայրի ձևավորմանը։ Ուսուցիչների դիտարկմամբ սահմանափակումն էական դժվարություններ չի առաջացրել ուսուցման կազմակերպման գործընթացում, թեպետ դասերի ընթացքում երբեմն առաջանում են ուսումնական նպատակներով հեռախոսների կիրառման անհրաժեշտությունը, ընդհանուր մոտեցումը վկայում է սակայն, որ սահմանափակումը չի խոչընդոտում ուսումնական գործընթացին, այլ նպաստում է տեխնոլոգիաների առավել նպատակային եւ վերահսկվող օգտագործմանը։ Վարորդական վկայական ստանալը կարող է դառնալ ավելի դյուրին։ Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է տեսական քննությունը հաջող հանձնելու դեպքում գործնական քննության մասնակցելու համար նախատեսված 1 տարվա ժամկետը երկարաձգել մինչև 2 տարի։ Սա համակարգը քաղաքացու համար կդարձնի ավելի ճկուն եւ հարմար։ Նախագծով ենթադրվում է, որ տեսական քննության թեստերը ներառելու են բացառապես այն կարգերին կամ ենթակարգերին վերաբերող հարցեր, որոնց համար դիմողը հանձնում է քննություն, նախապես կբացառվի ոչ նպատակային հարցերը եւ կբարձրացվի գնահատման օբյեկտիվությունը։ Եթե մենք ցանկանում ենք, որ վարորդների դժգոհությունը նվազեցնենք եւ այդ առումով սա մի կողմից կարելի է դիտել որպես դրական քայլ այդ ուղղությամբ, էլի, որտեղ մենք մարդկանց հերթերն ենք փորձում կրճատել, վերահանձումների կրճատում ենք կատարում եւ դրանով որոշակի փորձում ենք քաղաքացիների այն դժգոհությունը, որ մեր հերթագրումները ամիսներ անց է լինելու է, դա նվազեցնենք։ Իրանի Իսլամական Հանրապետությունից ագարակ մաքսային անցման կետով փորձել են Հայաստան ներմուծել չհայտարարագրված ծխախոտի խմբականակ։ Պեկի մամուլի ծառայությունից նշում են, որ Իրանից ագարակ մաքսային անցման կետ ժամանած բեռնատար տրանսպորտային միջոցը ենթարկվել է մաքսային զննության։ Արդյունքում բեռնատարի տարբեր տաքստոցներից հայտնաբերվել է 18520 տուփ չհայտարարագրված տարբեր գրառումներով ծխախոտային արտադրանք։ Նոր-Նորքի Գյուրջյան փողոցն է, առատ անձրևը, ձյունն ու չգործող սելավատարներն են այս արտակարգ վիճակի պատճառը։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տանող ճանապարհին առաջացած հսկայական լճակում բազմաթիվ վարորդներ են իրենց մեքենաներով հայտնվել, տեղաշարժվել չեն կարողացել։ Վարորդներին օգնության են հասել փրկարարության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Իսկ Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 1 հոգու տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները փորձում են նշված ավտոմեքենան
դուրս բերել։ Ու քանի որ տարածքում դիտահորերը եւ ջրահեռացման խողովակները չէին աշխատում, որոշ հատվածներում էլ ջրի բարձրությունն անցնում էր 1 մետրը, փրկարարները մեծ դժվարությամբ մի քանի մեքենա իրենց բեռնատարով են դուրս բերել։ Ընդհանուր 4 ժամ է պահանջվել նրանցից բոլոր մեքենաները հանելու համար։ Ոչ մի կառույց չկա, ինչպես տեսնում եք, միայն փրկարար եւ պարեկ։ Երևանի գնդի պարեկեր, ոչ մի կառույց։ Ու այս ամբողջ ընթացքում ոչ Երևանի քաղաքապետարանից, ոչ էլ նոր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից որևէ մեկը չի ժամանել։ Ապրիլի 11-ին շաբաթ օրը Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել։ Էլեկտրոմոբիլ է հայտնաբերվել, որի վրա կային կրակոցի բազմաթիվ հետքեր։ Դրսում էլ հայտնաբերվել է մոտ 15 ինքնադիքից արձակված կրակված պարկուճ։ Ամբողջ փողոցի հատվածում կրակված պարկուճներ է ավտոմատից։ Հայտնաբերվել է նաև ահա նշված ավտոմեքենան, արդյոք չգիտեն, սա կրակողինն է, թե տուժածինն է, դա պարզվում է։ Հավաքվածներն են պատմել, որ կրակոցի ձայները լսելուց հետո տեսել են, որ իրավապահները 1 հոգու բռնել են, բայց նրանց խոսքով 3 հոգի են եղել, 2-ը փախուստի են դիմել։ Տուժածներ կան թե ոչ, պարզվում է։ Կրակողներից մեկին վտանգելով իրենց կյանքը կարողացել են Վաղարշապատի համայնքային ոստիկանները վնասազերծել, բայց նրանք եղել են 3 հոգով, 2-ը դիմել են փախուստի, բայց հենց կրակողին իմ տեղեկություններով հենց համայնքային ոստիկաններն են կարողացել հետապնդել եւ վնասազերծել։ Տեղում էին ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արմավիրի քրեական վարչության ծառայողները, համայնքային ոստիկաններն ու պարեկները։ Դեպքի մյուս հանգամանքները պարզվում են։